Այսօր մեր հաջողության բանալիներ հաղորդման հյուրն է Էդվիմեդ մաշկաբանական և կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն, գլխավոր բժիշկ, մաշկաբան և կոսմետոլոգ Կիսանե Շաքարյանը։ Բարև ձեզ Կիսանե ջան։ Շատ շնորհակալ եմ, որ կարողացաք այսօր ժամանակ հատկացնել մեզ այս ինտերվյուն կազմակերպելու համար։ Ինձ համար է շատ հետաքրքիր դրույթ կարծում կլինի։ Այո, այս հաղորդման շրջանակում հիմնական հարց պատասխան ոդկաստ տարբերակով զրուցում ենք, ընդհանուր փորձում ենք ինչ-որ տարբերակով անդրադառնալ այն հաջողության հասած մարդկանց կյանքի այն տեսակետին, որը հիմնականում ի-ցույց բոլորի չի դրվում։ Այսինքն, եթե կային ինչ-որ դժվարություններ, որոնք դուք հաղթահարել եք այսօր այստեղ գտնվելու համար, եթե կային հետաքրքիր ու ոչ միայն ինչ-որ դժվար իրավիճակներ կապված այս գործընթացը բիզնեսը կազմակերպելու համար, հաղորդման շրջանակում ես ուզում եմ, որ դուք եւ բոլոր այն հյուրերը, որոնք հաղորդման մասնակից լինելի են, կիսվեն մեզ հետ ու ամենից կարևորը վերջում կարողանան տալ այնպիսի խորհուրդներ, որոնք հաղորդումը դիտողները կարողանան ինչ-որ մի դաս քաղել, ինչ-որ մի անհրաժեշտ ինֆորմացիա ստանալ, որոնք հետագայում իրենց կյանքում կարող են կիրառել մասնագիտությունում առանցքընթաց ունենալու համար։ Լավ, փորձենք, անկեղծ կլինենք, կիսվենք մեր փորձով, այն ճանապարհը, որ մենք անցել ենք, կարծում եմ Սկսեք նրանից, որ դուք Երևանի կենտրոնում ունեք շատ հաջողված էսթետիկ, մաշկաբանական, կոսմետոլոգիական կենտրոն, ես ինքս հաճախակի այցելել եմ եւ միշտ գոհ եմ եղել արդյունքից ու ուզում եմ առաջին հարցը սկսել հետեւյալից մեր ժամանակներում ինքնախնամքի գեղեցկության ինչ-որ արդյունքի հասնելու համար դարձել է դա որոշակի ինչ-որ պայքար, որ բոլորը միձգտում են լինել գերազանց արտաքինով, միշտ խնամված եւ ինչ-որ տարբերակով դա իրենց օգնում է Իմ կարծիքով կյանքում որոշակի հաջողությունների ինքնահաստատվելու կամ իրենց գտնելու համար։ Խնդրում եմ կիսվեք, արդյոք դուք ունեցել եք առհասարակ հիմա էլ կան պացիենտներ, ովքեր գալիս են ձեր էսթետիկ կենտրոն որևէ կոնկրետ նպատակով, որը ոչ միայն ինքնախնամքի արդյունքն է, այսինքն իրենք ունեն գեղեցկությունից կախվածություն կամ ինչ-որ այլ նպատակներ, որ գալիս են այստեղ։ Շատ լավ, մի փոքր հարցին պատասխանեմ ավելի կուզեմ ընդլայնել, քանի որ Էդվիմեդ կենտրոնը ինքը ոչ միայն էսթետիկ բժշկական կենտրոն է, այլ նշեմ նաև մաշկաբանական եւ մենք բուժարումներ ունենք երկու ուղղությամբ, այսինքն երբ կան մաշկային խնդիրներով են լինում, այսինքն ունենք բուժարումներ, որ մաշկի վրա որից է այլ խնդիր առաջացել, մենք առաջվում ենք նման պացիենտների հետ եւ իհարկե ունենք բուժարումներ, որոնք որ դիմում են ձեր նշված, այսինքն որից է էսթետիկ ինչ-որ խնդիր լուծելու համար։ Դրա համար սովորաբար նայեք այն պացիենտները, ովքեր որ ունեն մաշկային խնդիր, քանի որ մենք բոլոր մեր կենտրոնում բոլոր մաշկաբաններ են, մաշկաբան կոսմետոլոգներ, մենք յուրաքանչյուր խնդրին մոտենում ենք սկզբանե որպես մաշկաբան, այսպես ասած, որպես բժիշկ, այնուհետև եթե դա կապված է որ էսթետիկ խնդիրը լուծելու համար, փորձում ենք գրագետ բացատրել մոտեցումները, ինչ պրոցեդուրաներ, ինչ միջամտություններ կարելի է անել, որն է ցուցված, որն է հակացուցված տվյալ պացիենտին եւ գտնում ենք միջին ոսկի միջին ներողություն դրա համար շատերը այո երբեմն դիմում են կամ գալիս են նպատակային այսինչ պրոցեդուրան կատարելու համար գրանցվում են այդպես պացիենտները բայց երբ զրուցում ես այսպես կյանքի անունից ես վերցնում ես որ բացարձակ այդ պրոցեդուրան այս պացիենտի համար չէ եւ շատ առաջի հանդիպումից դժվար է լինում համոզել որ գիտեք այս պրոցեդուրան դες բացարձակ չի օգնի որովհետեւ ուղղված է դեր իր ընկերուհու կողմից գնա արա այսինչ պրոցեդուրան դա քեզ կօգնի եւ այսպես այս պրոցեդուրայի անունով դիմում ենք մենք չենք ներշում այո առաջին խորհրդածությունը հենց դրա համար է որ ճիշտ ուղղություն տալ բացատրել որ այս պրոցեդուրան այո կամ ցուցված է կամ ոչ ցուցված է
ստեղծել կամ ընտրում եք մեկ այլ ուրիշ մի բան, որը որ կօգնի տվյալ խնդիրը լուծել, գեղեցկացնել, համապատասխան խնամք ընտրել տվյալ պացիենտի համար, եւ որ պացիենտը բավարարված դեսից բավարարված եւ ներդաշնակ ինքն իրեն։ Մենք կարող ենք շատ անգամ նշել, որ կանայք դիմում են մեզ կամ շատ բացառապես կարող եմ ասել շատ քիչ տոկոս է կազմում, երբ ժամանակին ինչ-որ մի հատ փոքր խնդիր են տեսնում դեմքի, մարմնի վրա եւ ժամանակին դիմում են, հա։ Շատ անգամ լինում է այնպես, որ բանը բանից անցած է լինում կամ շատ իրենք ծանոթ են այդ խնդիրը եւ մտածում են, որ դա կարելի է շատ մեկ միջամտությամբ այդ խնդիրը վերացնել եւ երբ որ ամբողջ քարտերը բացում ես, այսինքն մեկը մյուսից հետո եւ այլն, գրագետ մոտեցումով իրանք էլ ընդունում են, հա, որ խնդիրը մեկ անգամյա չէ, պետք է մի քանի անգամ հաճախել, աստիճանաբար, կամաց եւ այդ փոփոխությունները իրենք պետք է ընդունել, որովհետեւ մենք չենք փորձում փոխել ոչ արտաքինը, ոչ դեմքը, ոչ շատ էլ կարող էսթետիկ հիշողությունը, դա միանգամից պետք է փոխել գնացի ինչ-որ պրոստորացի վсё այդպես փոխվեց արտաքին, բայց իրականում այդպես չէ, մենք փորձում ենք ընդգծել այն գեղեցկությունը, որ բնականից տրված է տվել մարդուն, եւ գեղեցկությունը ինքը միայն արտաքինը չէ, շատ կարևոր է, որ ներքին գեղեցկությունն է, այսինքն մենք փորձում ենք որոշ չափով նաև կարող է ասել կյանքի ընթացքում դառնենք հոգեբաններ, որովհետեւ կինը պետք է բացի դիմակից կամ խնամքից կամ այլ պրոստորան որ ստանում է, նաև պետք է էներգետիկ ստանալ տվյալ կլինիկայից, տվյալ մասնագետից, ձեռք բերի ներդաշնակություն իր հոգու մեջ եւ այդպես 3-ը մեկում, 2-ը մեկում դառնում են ավելի հասկանալի է։ Նաև հոգեբանական մոտեցում է, դրա համար ես ինքս նաև շատ շնորհակալ եմ, որովհետև իսկապես այս մեր օրյա ժամանակներում սոցցանցերը այնքան շատ են ներառված մեր առօրյա կյանքում, որ երբեմն դժվար է այդ սոցկայքերում տեսած գեղեցիկ կյանքը լիարժեք պատկերացնել, որովհետև մենք տեսնում ենք միայն գեղեցիկը, բայց փաստացի չի երևում այդ գեղեցիկի հետևում ինչ է կանգնած։ Մենք տեսնում ենք գեղեցիկ կանանց, գեղեցիկ աղջիկներին, ովքեր սոցկայքերում միշտ կարծես իդեալական տեսք ունեն ու քանի որ մարդիկ որպես այդպիսին իդեալական չեն, մենք ունենք մեր թերությունները, ունենք մեր որոշակի ինչ-որ խնդիրներ եւ մեր հիմիկվա ժամանակներում, կարծում եմ ոչ միայն այս ժամանակներում, այլ մշտապես կան գեղեցկության ինչ-որ տենդենսներ, որոնց մեծ մասամբ մարդիկ փորձում են համապատասխանել, նմանվել եւ ռեգուլյար տարբերակով երբ որ դու այդ միջավայրում ես գտնվում, այսինքն շրջապատում կամ սոցկայքերում անդադարում ես այդ գեղեցիկը ու դու սկսում ես թերություն քո մեջ գտնել անկարգերից, ոնց որ դու քեզ սկսում ես թերագնահատել ու շատ ճիշտ ասացիք, որ լինեն դեպքեր, երբ կողքից են խորհուրդ տալիս, դու լսում ես արդեն քո կարծիքը դու երկրորդային ես գնում ու լսում ես ուրիշ մարդկանց գնում ես ինչ-որ հերթական մի պրոցեդուրայի մտավախություններով ինչ-որ տեղ դրան հասնելու համար ու գնում ես շատ ճիշտ է եւ դիմացը այնքան հասուն մասնագետ է կանգնած, որ ինքը փորձում է քեզ ճիշտ խորհուրդ տալ, այլ ոչ թե փորձում է քեզ ուղղակի հերթական մի հաջողորդ հերկել, ես ինչ-որ ծառայություն մատուցեմ, դիմացը փող ստանամ, դրա համար ձեզ շատ շնորհակալություն այդ հոգեբանական մոտեցման համար, ես որպես պացիենտներից մեկը, որ մաշկի ինչ-որ խնդիրներով ձեզ մոտ եկել ու հիմա ես շատ գոհ եմ ու ես միայն փոխադարձ հա, ու իսկապես է, որ ես եկել եմ ինչ-որ մտավախություններով, հարցնում եմ կլինի, չի լինի ու этаպներում մենք եկել հասել ենք այդ արդյունքի, ինչի համար ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Իրականում այո։ Դրական կողմերը սոցցանցերի հիմնականում կայանում է նրանում, որ մարդիկ ժամանակին տեղեկացված են լինում այս կամ այն միջամտություններից, սարքավորումներից, մոտեցումներից, բժիշկները կամ մասնագետները փորձում են ժամանակին տեղեկատվություն հասցնել մարդկանց, բայց կան նաև այլ մասնագետներ, որոնք որ փակագծերի մեջ կարելի ասել ոչ բժիշկներ են, բայց կոչում են իրենց բժիշկներ կամ մասնագետներ եւ ավելի շատ տրենդային մոտեցումներ են ցույց տալիս, հա, ոչ ապացուցողական եւ շատ դառնում են գրավիչ, ասենք ասեմ։ Եվ պացիենտները արդեն այս կամ այն ինչ-որ նորությունները տեսնելով եւ այլն
երբեմն դիմում են, ինձ մոտ շատ է եղել, որ աղջիկները երիտասարդ նույնիսկ կարող եմ ասել, այդ տրենդային մոտեցումներին, այսպես ասած տրենդերին հետևելով մոտենում են եւ շատ է եղել մի ժամանակ նո հիմա իհարկե կա շատ տրենդային էր անպայման ընդգծել ստորին ծնոտի երկրագիծը, Jolly line ինչ-որ երկարացնել կամ եւ այլն կամ կարող եք մեծ անել, որ այս թոշիկները իր վրա ազդում են, բարձ խոսենք, հա, ազդում են կարող են մեծ անել, որ ավելի սենց չեմ ուզում թոշիկ ունենամ եւ ես երբևիցե, չգիտեմ, երբեք չեմ հետևել, հակառակը միշտ փորձել եմ այդ ինքնավստահությունը, դիմագծերի նկատմամբ սերը արթնացնել տվյալ ժանրերին, իհարկե եղել են դեպքեր, որ ինչ-ինչ պատճառներով անատոմիական մի փոքր ենթադրեն տունչիկը հետ է մնում, հա, ընդհանուր պրոֆիլից, կարելի է այսպես միջամտություն անել, որ այսինքն բալանսավորված դառնալ։ Բայց ընդգծել չափից ավելի ստորին ծնոտի անկյունը կամ դունչը ավելի երկարացնել, ինչ որ ասենք մեկը դա ցույց է տալիս, որ դա ինձ համար գեղեցիկ է, բայց բացարձակ չի անպատասխանում այս պացիենտին եւ ինք ավելի այսպես ասած կոպտացնի դիմագծերը եւ այլ եւ այլ։ Դենց շատ են, իրականում շատ են։ Մենք եւ թիմը եւ ես ինքս բացարձակապես չենք հետևում տրենդներին, մենք միշտ փորձում ենք ճիշտ ուղղության դնել պացիենտին, որտեղ այսօր տրենդը ինքը ունի ժամանակ, հա, կարող եմ ասել, ժամանակավոր է, կարող է 2-3 ամիս, բայց դեմքը ինքը միշտ կայուն է, միշտ մարդու հետ է եւ այսօր մի փոքր սխալ միջամտությունը կարող է իր համար ճակատագրական լինել եւ փոքր իր ամբողջ բնական տեսքը դիմագծել։ Դրա համար տրենդները այո պետք է հետևել, բայց պետք է շատ ողջամիտ լինել, շատ խելացի լինել, կարողանալ այսպես ասած վերցնել գեղեցիկը, այլ ոչ թե այն ինչ որ ուրիշն է անում, մեկ էլ անում։ Չէ, նման մոտեցում մենք չունենք ժանրերի եւ ընդհանրապես մենք կան այդպիսին, ովքեր որ մեր ճանաչում են, գիտեմ, դոկտոր Կստանը երբեք չի անում, մեկի շրթունքը չի դնում իր շրթունքին։ Եվ ձեռագիրը ինքը միշտ ասում է, բայց ձեր գործը չի նման չի ուրիշ գործին, որտեղ ասում ես յուրահատուկ ամեն մեկի մոտեցումը ինդիվիդուալ է մոտեցումը լինում եւ այդպես գեղեցիկ է ստացվում։ Գիտեք, մենք հարց է առաջացել այնտեղ, որտեղ բարձրացանեցիք, ինչ նպատակներով են գալիս, մենք լսում ձեր պացիենտների կամ ձեր հաճախորդների մոտ, ովքեր հաճախակի գալիս են որոշակի շփումներ անելու համար, ինչ եք կարծում, իրենց մոտ որտեղ է ամրապնդվում ինքնախնամքը եւ սկսում գեղեցկության հետապնդումը։ Իրականում նայեք, երկու կատեգորիա կա նման պացիենտների, կան շատ երիտասարդներ, 18-19-20 տարեկան եւ այդքան մեղադրելի չեն իրենք, որովհետեւ դեռ են հասունացման շրջանը, այսպես իրազեկման եւ իրանք կյանքի ընթացքում փորձում են ինչ-որ փոփոխություններ անել իրենց։ Եվ կա կատեգորիա, երբ որ արդեն 35+, 40 եւ այլն, երբ որ մարդիկ ունեն որոշակի խնդիր, կարելի լինի արտաքին խնդիր, ներքին խնդիր, եւ եթե այդ ներքին խնդիրը ավելի գերակշռում է, այսպես ասած, արդեն գոհնակությունը իր սեփական արտաքինի հետ սկսում այսպես ասած մարտնչել եւ ընկնում են իրանց հետևից կողմից ասած, sense կարող է։ Ժամանակը ոչ ոքի չի խնայում։ Այո։ Բայց նույնիսկ այս դեպքում երբ որ տեսնում ես, որ մարդը ներդաշնակ չի ունի հոգեբանական տրավմա, ունի ինչ-որ ներքին անհանգստություն, ինչ էլ ուզում ես անես, հա, այդ բանին շտկես, սարքես եւ այլն, միևնույն է այդ բավարարվածության զգացողությունը ինքը չի ապրի, եթե դա չլինի իր խոհու ներսում, այսպես ասած։ Դրա համար շատ անգամ եղել է, որ զգացել եմ պացիենտը, որ նման խնդիր ունի, փորձել են մի փոքր հանգստացնել, այլ ավելի թեթև միջամտություններ անել, բուն իմաստին հասնելու, որ աստիճանաբար կամաց իրեն սկսի սիրել, ինքնավստահությունը ձեռք բերի եւ բերենք հասնենք նրան, ինչի համար ինքը մեզ դիմել է, որովհետեւ շատ դեպքերում այդպես է, երբ որ զգում ես այդ հոգեբանական խնդիրը, պետք է մի փոքր ավելի նուրբ լինես տվյալ պացիենտներ, այո, պետք է մենք պարտավորենք օգնենք, չենք հրաժարվում, բայց մի փոքր ավելի այդ ճանապարհը, այսպես։ Շատ լավ։
Կիսանե ջան, ենթադրաբար ձեր բուժարանների մեծամասն կանայք են լինում, ենթադրում եմ, օրինակ ձեր կողմից ինչպիսի խորհուրդ կտաք հենց կանանց նման էսթետիկ կենտրոնների հաճախականության, իրանց արտաքին տեսքի, ինքնախնամքի կամ ինքնազգացողության մասով, ինչ խորհուրդ կտաք իրանց։ Կարող եմ խորհուրդ տալ միակ մի բան է, որ առաջին հերթին լինեն շատ ինքնավստահ, սիրեն իրենց արտաքին ինչպիսի որ կա, չփորձեն շատ փոփոխություններ անել, գտնել ոսկե միջինը, ժամանակին դիմել մասնագետին, չթողնել որ շատ ժամանակ գտնել իրենք իրենց համար, որպեսզի եթե կինը խնամված է լինում, այդ ժամանակը տրամադրում է իրեն, հոգին հանգստանում է, կարող եմ ասել, տրամադրությունն է ավելանում, գեղեցկություն է գալիս եւ բոլորը շահում են շրջապատը, ընտանիքը, գործընկերները, ընկերները, այսպես դրա համար միշտ այդ ժամանակը պետք է կինը իր համար գտնի, քանի որ նա առողջություն է, առողջ մաշկ է, գեղեցիկ արտաքին տեսք է։ Շատ շնորհակալություն նման խորհուրդների համար եւ իսկապես դա շատ կարեւոր խորհուրդ է բոլոր կանանց համար, թե երիտասարդ աղջիկների, թե ամուսնացած, ընտանիք ունեցող, երեխաներ ունեցող կանանց համար, քանի որ բոլորս իսկապես գիտենք այն փաստը, որ մեր կյանքը հիմնականում պտտվում է կանանց շուրջ, այսինքն մեր մայրերի, մեր երեխաների շուրջ, երբ որ ընտանիքում հիմնականում ամեն ինչ կազմակերպողը, բոլորի համար ամեն ինչ հասցնողը, էներգիա ու ժամանակ հատկացնողը կինն է լինում, շատ կարևոր է, որ դուք չմոռանաք ինքներդ ձեր մասին, կարողանաք ժամանակ ու ռեսուրսներ հատկացնել հենց ինքներդ ձեզ համար, եթե դուք ցանկանում եք բոլորի համար ամեն ինչ հասցնել, պետք է դուք նաև ինքներդ այդ ռեսուրսներով, այդ էներգիայով լինեք։ Դրա համար սիրելի կանայք, սիրելի աղջիկներ, միշտ փորձեք ժամանակ ու ռեսուրսներ, ֆինանսներ հատկացնել ինքներդ ձեզ համար, լինեք խնամված, երջանիկ, սիրված ու գեղեցիկ, քանի որ երբ որ դուք այդ էներգիայով եք, այդ աուրայով եք, վստահ ենք, ինչպես նաև բժշկուհի Կիսանեն ասաց, ձեր շրջապատը մենակ դրանից շահելի է։ Դրա համար փորձեք ձեզ համար դուք ժամանակ հատկացնել եւ եղեք խնամված, հանգիստ, հոգեպես, ներդաշնակ եւ սիրով լցված։ Շնորհակալություն։ Նաև ընտանիք։ Ինչպես եք դուք այդ էներգիան գտնում, որ այս ռեգուլյար ծանրաբեռնված ինչ-որ տեղ օրվա ավարտին գնում եք տուն, կարողանում եք այնտեղ նաև ձեր ընտանիքի համար էներգիա, ժամանակ հատկացնել, ինչն է ձեզ օգնում բոլորը համատեղելու եւ ամեն ինչ հասնելու համար։ Իրականում անկեղծ լինեմ, այնպես չի, որ ամեն ինչը հասցնում ես, և եթե կա ինչ-որ մեկը, որ ասես ամեն ինչ հասցնում եմ, և ընտանիք, և բիզնես, և այլ ուրիշ զբաղվում է, ես կասեմ վաու։ Բայց լինում է, որ այստեղ ինչ-որ մի բան չես հասցնում, որ ընտանիքում ինչ-որ մի բան չես հասցնում, կյանքն է ինքը այդպիսին, իհարկե փորձում ենք, որ մենք ամեն տեղ, այսպես ասած, ամեն ինչ կարգավորենք, հասցնենք, բայց իհարկե ընտանիքը մեծ դեր է խաղում իմ գործունեության, մեր բիզնեսի, ծավալման մեջ, բայց նաև կարող եմ նշել կան նաև կանայք, որ չունեն ընտանիք, բայց նույնպես էլի հաջողակ են բիզնեսի մեջ, այսինքն անվերջ չէ, որ ընտանիքը արգելք է կամ երբ ասում են ընտրում եք ընտանիքը, թե բիզնեսը, կարիերա կամ բիզնեսը, կարող եմ ասել, որ եթե կա ընտանիք եւ կա բիզնես, այո, պետք է կարողանաս ուժ կոմեջ գտնել, որտեղ եթե դու գործից դուրս ես արդեն, մտնում ես քո ընտանիք, դա այն մի վայրն է, որտեղ դու լիցքաթափվում ես եւ քո ընտանիքի անդամները այն ամենը հասկանալով շատ սատարում են քեզ եւ այն սերը, որ ունես քո ընտանիքի անդամների մեջ, ընտանիքի անդամների հետ, փորձում ես այդ սիրո զգացմունքով կիսվես, որովհետեւ այստեղ դու լարված ես, այստեղ դու պատասխանատվություն մեծ ունես,
ավելի փակ ես, ավելի էմոցիաներով, այսպես ասած, սեղմված ես, բայց ընտանիքում դու ավելի բաց ես։ Եվ այդ հանգստությունը իհարկե այն ինչ որ ստեղ քեզ օգնացնում է կամ հակառակը, փորձում ես ընտանիքի հետ կիսել եւ շատ շնորհակալ եմ, որ ես ունեմ շատ լավ ընտանիք, շատ լավ կյանքի ընկեր, շատ լավ երեխաներ, փառք Աստծո, շատ շնորհակալ եմ։ Դա շատ լավ է, երբ կողքեր կան սակարով ու հասկացող մարդիկ, քանի որ յուրաքանչյուրը ուշադրություն պահանջում է, դա նորմալ է, բայց կա սահմաններ այդ ուշադրություն պահանջելու մեջ, երբ դու հասկանում ես, ես սա որպես նաև երեխա ինքս լինելով դա եմ ասում եւ ծնողները ռեգուլյար տարբերակով կարիերայի մեջ, բիզնեսի ստեղծման հարցում իրանք անդադ գերհոգնած են լինում, ժամանակ դժվար են կարողանում հատկացնել, երբ դու գիտակցորեն հասկանում ես, որտեղ դու կարող ես ավել ժամանակ պահանջել, ավել ուշադրություն պահանջել, երբ որտեղ դու պիտի զիջես, այլ դու այդ ուշադրությունը, այդ հոգատարությունը տաս ու շատ կարևոր է, երբ քո կողքին այդպիսի մարդիկ են, քանի որ դու այդ ծանրաբեռնված օրվա ավարտին երբ որ տուն ես գնում, դու տունը կարողանում ես քո էմոցիաները բոլոր տրամադրես ու էներգիա ստանաս, այլ ոչ թե դու գնաս հերթական անգամ բացատրություններ տաս, ինչի սա չես հասցրել, մյուսը չես հասցրել կամ ինչի ձեր ասած տարբերակով ամեն ինչ չես հասցրել, որովհետև բոլորս եմ արդեն միտեղ կթերանանք, միտեղ մենք հաջողության կհասնենք ու կարևորը որ լավ թիմ դուք ունեք սատարող լավ ընտանիք։ Շնորհակալ եմ, իրականում էմոցիոնալ կապն է շատ կարևոր, որովհետև գործը միշտ այնպես է, որ լինելով դաժե ամբողջ օրը տանը, առավոտից երեկո, միևնույն է ընտանիքի հոգսը, տան գործերը այնպես չէ, որ դու կարող ես լիարժեք հասնել, միշտ գործ կա, ասած ինքը չի դարձնում, դրա համար մենք առաջնահերթություն ենք տալիս մեր էմոցիոնալ կապին, այսինքն կիսվել լավ նորություններով, ինչ-որ խնդիրներով, միշտ երեխաների կողքին են, երեխաները միշտ մեր կողքին են, էմոցիոնալ կապը ամենակարևորն է եւ որտեղ որ կա սեր, երեխաների նկատմամբ, ընտանիքի նկատմամբ, այն ամեն ինչ հաղթահարում է իրականում, ես կարող եմ հիմնել դրա վրա։ Շատ լավ ասացիք։ Իսկ անդրադառնանք նաև էսթետիկ կենտրոնին, դուք տարբեր պացիենտներ, հաճախորդներ եք ունեցել տարբեր խնդիրներով, ձեզ մոտ եկել են, ունեք ինչ-որ մի հետաքրքիր պատմություն, որով կցանկանայիք մեզ հետ կիսվել։ Հետաքրքիր մի քիչ հումորային տարբերակով այսպես ասած, եղել են նաև դեպքեր, որ մեկը շատ լավ եմ հիշում, հերթական ոնց որ գրանցումներն էին, մեկը մյուսից հետո հաջորդող Եվ ես զբաղված էի, բուժքույրս դուրը ծեծեց, մտածեց, որ եկել է բուժարում, ինչ պետք է անեն, եւ ես շփոթել էի, որ հաջորդողը չէ, այսինքն ոնց որ ժամը 2-ի պացիենտը պետք է գար, կատարեինք հեռացում, պապիլոմաներ էին, ֆիբրոմաներ էին ձեռքերի վրա, ես կարծում եմ, որ այն հաճախորդն է, որ պետք է միջամտություն անեին դեմքի վրա, կին է, և բուժքրոջը ասեցի, դե գիտես ինչ պետք է անես, ճակատ մաքրի, դեմքը մաքրի, ճակատ աչքերը անցկայացրի, շրթունքները քսի, գալիս եմ, ես 10 րոպե ստեղ վերջացնում եմ, ասեց լավ, շատ լավ, գնացի դուրը բացեցի, մտա, տեսա, որ այդ ցավազրկող քսուկը քսած է, որան փակած է ցլավը, վերանը փակած է, աչքերը փակած է եւ այլն, սենց խելոք պարկած է այդ պացիենտը։ Մտա ներս, բայց սենց ինքս ինձ սակ հարց եմ տալիս, որտեղ չեմ հիշում, որ մեկ ամիս առաջ է գրանցվել, բայց ինքս ինձ ուզում հարցնել, բայց ուզում հիշեմ ինչ պետք է անեինք, ինչ գործողություն պետք է անեինք եւ այլն։ Սենց թե որ բացեցինք, հանեցինք, մաքրեցինք, որ կարողանամ հետը խոսել, մեկ էլ ինձ ասում են, որ գիտեք ինչ, սա է, ոչ թե սա է, ձերքն է, ոչ թե դեմքն է, մի տեսակ անակնկան եկը, բայց ինքն է ծիծաղած, ես ծիծաղած, բայց ինձ ինչու չեք ասում բուժքրոջը, որ ոչ թե խնդիրը դեմքի մեջ է, այլ ձեռքի մեջ, ես մտե ինձ ասեց սիրուն պարկացրեց, մաքրեց, եւ այլն, ինչ-որ տենց մի բան է։ Մասնից այդ լինում է, տենց շատ լինում է, տարբեր դեպքեր որ դա հավելյալ ինչ-որ պրոցեդուրա է։ Մենք տենց շատ հետաքրքիր է լինում, որ հումորային տարբեր պահեր լինում։ Շնորհակալություն կիսվելու համար։
Եվս մեկ հարց։ Դուք մարդակին շատ գեղեցիկ կին եք, երբ որ գալիս են ձեզ մոտ օրինակ ինչ-որ խնդրին կամ ինչ-որ նպատակով, ձեզ տեսնելով արդեն այն զգացողությունը գալիս է, որ դուք ինքներդ այդ գեղեցիկ արտաքին ունենալով հանդերձ ձեզ շփվելուց, ձեր մարդկային մասնագիտական տեսակ ինչ-որ տարբերակով ճանաչելուց հետո, արդեն այն զգացողությունը նաև մտավոր հոգեբանական, այն զգացողությունն այդ արտնասնում, որ ճիշտ մարդու ձեռք եք ընկել։ Ես որպես նաև պացիենտը կարող եմ ասել, բայց փաստացի այդ բոլորի հետևում կարծում եմ կանգնած է եղել մի ճանապարհ, որը այս այդությամբ ձեզ նայելով չի երևում, այսօր այս մաշկաբանական, կոսմետոլոգիական կենտրոնը, որը աշխատում է եւ ունեք մի շարք պացիենտներ, հաճախորդներ, ովքեր ձեզնից գոհ են եղել, մինչև այսօրվա այս կետը հասնելը, ինչ դժվարություններ եք դուք հաղթահարել, որ կարողացել եք այսօր ստեղծել այն, ինչ հիմա դուք ունեք, կարող եք կիսվել դրա հետ։ Դա ներեցեք, որ ընդհատեցի, ասենք սկզբում դա եղել։ Ինչ-որ միտք, որ դուք ցանկացել եք ձեր ունենալ, առանձնանալ կամ ստեղծել ձեր բիզնեսը այս ոլորտում, ինչից սկսեց, ինչ քայլերի արդյունքում դուք այսօր հասաք սրանք կիսվեք։ Համալսարան ավարտելուց հետո արդեն ստանալով մասնագիտացում, մաշկաբան բնիկապան, մաշկաբան կոսմետոլոգ, որոշ տարիներ աշխատեցի իմ մասնագիտությամբ, նաև բազմաթիվ վերապատրաստումներ ունեցա, ընտանիքի առումով ունենալով 3 բարիկներ, ընթացիկ աշխատում ենք, հանգստանում ենք, աշխատում ենք, հանգստանում ենք եւ արդեն վերջում եւ նորից անցանք աշխատանքի Եվ արդեն աշխատանքի ընթացքում, քանի որ նույն կոսմետոլոգիան մաշկաբանությունը ապրում է բազմաթիվ այսպես ասած զարգացումներ, աշխատանքի ընթացքում լինում էր այն պահերը, երբ ձեռքը չէի եկում ինչ-որ մի բանի, այսինքն դա հիմնական սարքավորումներն են, որովհետև յուրաքանչյուր խնդիր մաշկաբանական կամ էսթետիկ ինքը միակողմանի չի լինում, միշտ համալիր է, հա, դրա համար չեմ արդեն ոնց որ ստեղծվեց այդ գաղափարը, այդ միտքը, որ ինչու՞ չէ փորձենք ունենալ մեր կենտրոնը, մեր բժիշկները, մեր սարքավորումները, որպեսզի ուժավորին կարողանանք մաքսիմալ տանք այն արդյունքը, ինչի մասին, որ մտքում ես մտածում եմ, ասենց ասեմ։ Եվ արդեն քույրիկիս հետ միասին, որը որ ոչ բժշկուհի է, բայց նույն գաղափարների տեր անձնավորություն է, փորձեցինք ստեղծել մեր կենտրոնում։ Փառք Աստծո անցանք բավականին լավ ճանապարհ, հետաքրքիր փորձություններով, դժվարություններով, Անաս դրա երբեք չի գնի բիզնեսը, որը որ մենք պատկերացնում ենք, այսպես երասկոտ բժշկուհուպես, այս սարքավորումը սա, կարող ենք ամեն ինչ անել եւ այլն, բայց իրականում այդպես չէ, ինքը շատ դժվար ճանապարհ է, հիմա էլ է դժվար, այնպես չէ, որ հեշտ է, մեծ պատասխանատվություն կա, թե որպես մեծ մրցակցություն, այո, դրա համար ինքը, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է, շատ ոգեշնչող է եւ քանի որ ամենաառաջնային ես միշտ ինձ հարցնում եմ ինչն է, ամեն օրը եղել է այդ օրը, ես կարող եմ ասել, կամ չի եղել այն օրը, որ ես քնել եմ եւ ասեմ, всё, վաղը վերջ, ոչ մի բիզնես, ոչ մի պատասխանատվություն, ավելի չեմ դիմանում, էլ չեմ ուզում, ասենց եղել այդպիսի պահեր, բայց միշտ, չգիտեմ, կա սենց արտահայտությունը եւ դա էլ կացնի։ Ես միշտ դա ասում եմ եւ երբ որ անցնում է այդ մի փոքր պահը, սկսվում է ելի նոր նրանց այդ լուսավոր օր, լուսավոր վայրկյան, որը որ քեզ մոտիվացնում է։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ թիմին, սիրում եմ իմ բժիշկներին, սիրում եմ այն գործը, սիրում եմ իմ բուժարուներին, ամենաառաջնային Դրա համար այդ ամենը ստիպում է, որ դու անդադ զարգանաս, ունենաս նոր ամուսնություններ, նոր արդյունքներ, ստանաս այն ժպիտները, այն փայլուն աչքերը, որ բուժարուներն են ունենում, այդ ամենը ոգեշնչում է եւ
փորձում ենք, չգիտեմ, ինչքան որ մեզ շատ ճիշտ մոտեցում եմ, որ այդ դժվարություններով հանդերձ փորձում եք կենտրոնանալ լավի վրա, քանի որ վատը գալիս անցնում է, բայց լավն ավելի շատ է։ Իրականում կան բուժարուների կան, որ շատ sense ստի վատ էներգետիկայով մուտք են գործում կենտրոն, կան այդպիսի մարդիկ, բայց պատկերացրեք իրենք գտնում են հանգստությունը մեր կենտրոնում, որովհետև այսօր ստրեսը այնքան շատ է, նույնիսկ դաժե թե դու լավ տրամադրությամբ զարթնել ես, ուզում ես հասնես, գաս ինչ-որ քո այնտեղը ճանապարհին կարողանես մի բան լինի, այս տարեկան փոփ կա մեր քաղաքի, արդեն ստիպի, որ դու ներվանանաս կամ ինչ-որ sense ինչ-որ արգելք լինի, բայց այնուամենայնիվ մենք այդ ամենը հասկանում ենք եւ փորձում ենք բացի նրանից, որ խնամքը, գեղեցկությունը, դրական արդյունքը, նաև հոգեբանական դրական լիցքերով դուրս գան մեր կենտրոնից, դե դա շատ անհրաժեշտ է կնոջը առաջնահերթ, որ կինը ուրախ է, կինը սիրով լցված է, ինքը միշտ գեղեցիկ է, միշտ։ Счастливая женщина, счастливая жизнь։ Եվ պարտադիր չի, որ արտաքինը ինքը շատ իդեալական է։ Ես միշտ ասում եմ, կարող եք դուք չունենաք իդեալական, դիմագծեր եւ այլն, բայց եթե դուք ունեք սիրո զգացողություն, ամեն ինչի նկատմամբ, աշխատանքի, ընտանիքի, գործի նկատմամբ, ինքը արդեն երբ որ կա սեր ձեր աչքերի մեջ, արդեն մաշկել է փայլում, շփիթներ է գալիս, գեղեցկություններ է գալիս, այդ ամեն ինչը պետք է լինի կնոջ մեջ, եւ մենք մաքսիմալ փորձում ենք դա համոզել մեր բուժարուներին։ Կիսանե ջան, դուք նախքան այս բիզնեսը սկսելը, դուք ինքներդ եք աշխատում այդ հիմնարկներում, եկավ գաղափարը առանցին ձեր բիզնեսը ձեր սրտով համապատասխան սարքավորումներով ունենալու համար։ Նախնական կապիտալը, եթե կարող եք կիսվել դրանով, որպես այդպիսին Երևանի կենտրոնում ունենալու համապատասխան տարածքով մեծ չափերով տարածքով էսթետիկ կենտրոն նման սարքավորումներով հագեցած ինքը այդքան էլ մաչելի ցանկություն գաղափար չի։ Ինչից սկիզբը սկսել, դուք ինչպես եք նախնական կապիտալը կարողացաք ստանալ, ոնց կարողացաք ձեռք բերել ու ամենասկզբից ինչպիսին էր այդ էսթետիկ կենտրոնը, որը փաստացի այսօր արդեն դարձել է մեծ տեխնիկայով, տեխնոլոգիայով հագեցած էսթետիկ կենտրոն։ Դրա մասով կարող եք կիսվել։ Մենք քաջ գիտակցում ենք, այսպես ասած, ինչ-որ ունենք որոշակի կապիտալ, ներդրում ենք անում, ձեռք ենք բերում բավականին թանկարժեք սարքավորումներ, նույն սարքավորումները կարող են նաև չինական տարբերակներ ձեռք բերենք, բայց քանի որ բժիշկ ես մասնագիտությամբ, առաջնային մտածում ես, որ չվնասես, ունես մեծ պատասխանատվություն եւ վստահում ես, այսինքն ընկերությունների, սարքավորումներին, որոնք ունեն բավականին աշխատանքային, երկար տարիներ աշխատանքային փորձ եւ հիմնվելով այդ գաղափարի վրա ընտրում ես համապատասխան սարքավորումները։ Իհարկե գործի ընթացքում, աշխատանքի ընթացքում արդեն ձևավորվում է փորձը ցույց է տալիս, որ այո, կարող եք գուցե այս սարքավորումը չվերցնեք, ամեն մեկը դրա փոխարեն այլ ուրիշը վերցնել, բայց դա հետ բիզնեսն է ինքը, որ թելադրում է քեզ։ Եվ ես չեմ փոշնում իրականում, որովհետև եթե չլինեին այդ դժվարությունները ճանապարհ, օրինակ մեկ բժիշկ են մասնագիտությամբ, կարող է, բայց երբ դու ավարտում ես կամ սովորում ես, ոչ մեկ քեզ չի սովորացնում նաև բիզնես եւ բժշկությունը ոնց իրար հետ կապել, ադմինիստրատիվ աշխատանք, չեմ SMM, սոցկայքերում, ոնց քեզ դրսևորես, SNN եւ այլն, եւ երբեմն շատ անգամ որ այն բժիշկները, որ շատ են սոցկարգերում, թող չնեղանան ինձնից, բայց ես միշտ ասում եմ, որ իրանք պարապ են, որովհետև կամ դու պետք է այնտեղ լինես, կամ դու պետք է գործանես, կամ ինչ-որ sense հավասարաչափ կիսես, ում ոնց հաջողվում է հավասարաչափ կիսելը, ես ողջունում եմ, որտեղ ես շատ եմ փորձում այդպես լինել, որ քանի որ իրականում պետք է դու լինես սոցցանցերում, պետք է մարդկանց հասնես այն իրականությունը, որ համապատասխանում է բժշկությանը, որպեսզի մենք իմս խոսակցությունների մեջ նշեցին, որ այո բլոգեր կան, բլոգերներ կան, չգիտեմ, պարզ մարդիկ կան, որ խոսում են բժշկությունից, բայց անգամ գաղափար չունեն դրա մասին։
այսինքն դուք ոչ միայն ցանկություն է եղել ուղղակի գեղեցկություն տալու շրջապատին, այն մարդկանց, ովքեր դրա անհրաժեշտություն ունեն, դուք նաև փորձել եք ամենից կարևորը մասնագիտանալ դրա մեջ։ Եթե դա չեք մեջբերում անեմ, այս վերջին ժամանակներ մոտ 2 ամիս առաջ ինտերնետում տարածվել էր այն տեղեկատվությունը, որ Չինաստանում պետական մակարդակով արգելք էր տրվել սոցկայքերում զեղծարարական տարբերակով գեղեցկության, խնամքի, առողջապահական բնագավառներին վերաբերող խորհուրդների, բլոգների, վիդեոների տարածումը։ Այսինքն հիմա մեզ մոտ հետևյալ տարբերակով է, ու շատ ժամանակ ինտերնետում ես եմ դա հանդիպում Instagram-ում կամ TikTok-ում, որ կան մարդիկ, ովքեր չունենալով համապատասխան մասնագիտացում, համապատասխան գիտելիքներ, տալիս են մի շարք խորհուրդներ, որոնք փաստացի դա կարող է ավանդական ինչ-որ տարբերակով իրենց փոխանցած ինֆորմացիա լինի կամ իրենց վրա փորձել են, այսինքն մի մարդու համար է դա աշխատել, իրենք խորհուրդ են տալիս բացարձակ բոլորին, որ այդ միջոցը կամ այդ գործընթացը կօգնի նպատակին հասնելու համար։ Սակայն պետք է այս հարցում շատ ուշադիր լինել, թե ում եք դուք հետևում, ում եք դիտում, եւ կարծում եմ պետք է նաև դուք պահանջեք նման մարդկանցից համապատասխան որակավորում, մինչև ինքները ձեր վրա այդ փորձարկումները անեք։ Դրա համար դա շատ ճիշտ է իմ կարծիքով, որ դուք փաստացիորեն լիարժեք խորանում եք մասնագիտական առումով այդ ոլորտի մեջ։ Մենք պետք է ճիշտ տեղեկատվություն հասցնենք հանրությանը։ Դա ամենակարևոր հիմա նպատակն է։ Եթե մենք դա չանենք, չգիտեմ, մեր փոխարենը կանի ոչ մասնագետ, դրա համար պետք է հանրությունը տեղեկացված լինի եւ ճիշտ տեղեկատվությունից եւ արդեն տարբերությունը ինքը մեջ արդեն հասկանա։ Իսպես ինչքանով բավարարեցի։ Հիմա նաև ինձ մոտ հարց առաջացավ, որպես այդպիսին այս 5 տարվա ճանապարհը բիզնեսի զարգացման կայունացման, որ դուք անցել եք ձեր քույրիկի հետ, նաև ձեր թիմի հետ, ինչպիսի խոչընդոտների եք դուք հանդիպել, որը ինչպես դուք ինքներդ նշեցիք, երբ որ եկավ այդ գաղափարը ձեր ունենալու ձեր դիտի կենտրոնը, աշխատանական կենտրոնը ունենալու համար, դա սկզբում եղել է միտք, գաղափար, ցանկություն, հետո դուք պլանավորել եք, բայց իրականում գործընթացը ապացուցել է, որ ամեն ինչ չի, որ պլանավորել եք բոլոր մանրուքներով, դուք ինչպիսի խոչընդոտների դժվարությունների եք հանդիպել, այն ինչի մասին նախապես դուք չէիք մտածում, որ կարող է նման իրավիճակ լինել, ինչպես դրանք հաղթահարեցիք ու ինչպիսի խորհուրդ կարող եք տալ բոլոր նրանց, ովքեր այս պայթրությամբ նստած օրինակ նայում են այս հաղորդումը, իրենց հետաքրքիր է գեղեցկության ոլորտը, էսթետիկայի ոլորտը եւ իրենք նույնպես ցանկանում են հետագայում ունենալ կոնկրետ մաշկաբանական իրենց կենտրոնը կամ գեղեցկության էսթետիկայի որևէ ուղղվածություն եւ պլանավորելուց կցանկանան այդ խոչընդոտները, այդ դժվարությունները իրենց պլաների մեջ ներառել, հաստատի իմանալով ինչպես կարող են դրանք հաղթահարել։ Ընդհանուրապես ասենք մի քիչ երկար ասած։ Այդ դժվարությունները իրենք եղել են, կան ու կլինեն։ Այո, կան դժվարություններ, բայց կա խելամտություն, կա զարգանալ, սովորել, կրթվել եւ այդ ամենը ինձ հետ միասին է, այսինքն ես իմ գործից ստանում եմ բավականին մեծ հաճույք եւ դա է հիմնական պատճառը, որ ինձ մոտիվացնում է եւ ես այս ամենին դիմանում եմ։ Ասում են հետեւյալ միտքը, այն ինչ դուք ասացիք, պետք է գտնես քո կյանքի համար ամենից հաճելի զբաղմունքը ու դա դարձնես քեզ համար որպես մասնագիտություն եւ դրանից հետո դու կյանքում ոչ մի օր չես աշխատելու։ Այսինքն զուտ, երբ որ դու ամբողջությամբ սիրում ես քո մասնագիտությունը, քեզ դուր է գալիս այն, ինչ դու անում ես, դու կարծես չես աշխատում։ Դու ուղղակի քեզ համար հավեսին ժամանակ ես անցկացնում քո հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարելով, որը փաստացի նաև ուրիշներին է ինչ-որ արդյունքներ տրամադրում, եւ դա քեզ համար աշխատանք չի լինում, այլ լինում է հաճելի ժամանց, որը կարելի է տարբերակել, բայց բժշկությունը միշտ պատասխանատվություն է, եւ իրական հաճելի հետ կա իրական մեծ պատասխանատվություն, որ ամեն անգամ երբ մոտենում ես բուժարուի կամ ես կողքը եւ ինչ-որ
Եթե միջամտություն ես անում, արդեն հաճույքը գնում է երկրորդ պլան, գալիս է պատասխանատվության զգացումը եւ եթե ամեն ինչ շատ լավ է անցնում, նոր վերջում գալիս է հաճույքը։ Հաճույքը գալիս է նաեւ այն պահին, երբ պացիենտի աչքին այդ բավարարվածության զգացողությունն է տեսնում, դա ամենաանփոփոխարինային կարելի ասել մոտիվացնող հաճույքն է եւ շփիթն ես տեսնում իր աչքերի մեջ եւ այդ էներգետիկան, որ դու փոխանցում ես իրեն, ինքն էլ քեզ։ Վախեր միշտ են լինում, ռիսկեր են շատ լինում, բայց չգիտեմ, երևի ինքնավստահությունն է ինքդ քո մեջ, երբ որ դու ինքնավստահ ես լինում, քո գործի մեջ, քո գաղափարի մեջ, քո մտքի մեջ, դա է երևի այն ուժը, որ քեզ դրդում է, որ դու որոշ չափով ռիսկի դիմես, դժվարությունը հաղթահարես, չընկճվես, ներքուստ պետք է պայքարող լինես, ինձ ասեմ, դա պետք է քո մեջ լինի այդ զգացողությունը, դա դե պարտացնում է ամեն ինչի մեջ, եթե օրինակ իմ բժշկության գործի մեջ, եթե կա ինչ-որ խնդիր, որ ես պետք է լուծեմ, ես միշտ մոտեցումներ եմ փնտրում, լուծումները, չեմ սահմանափակում, ወይ չի ստացվում։ Այդ բառը, ես ասում եմ, մենակ մարդ չի կարա թռնի։ Նացածը մի տեսակ մարդու համար է, որ պետք է բզբզած, պտպտես, մտածես, այո գիշերը չքնես, այո հաշ չուտես, չհասցնես, ինչ-որ ինքնազոհություն լինում է ամեն դեպքում, չկա այդպես իդեալական տարբերակ, բայց ռիսկը գործի կեսն է, բայց պետք է այդ ռիսկը լինի խելամի պետք է լինի, մեծ պատասխանատվությամբ, որպեսզի չվնասես ոչինչ, եւ քո ճանապարհին, այսպես ասած, չկորցնես քո մարդկային արժեքները, քո հարաբերությունները, գոլեգաների հետ, ընկերների հետ, ընտանիքի հետ, շատ դժվար է իրականում, շատ Երբ դու ընտրում ես այդ ճանապարհը, դու պիտի արդեն հոգեպես պատրաստ լինես ինքնազոհության, որովհետև եթե դու ցանկանում ես ստեղծել ավելին, դու պիտի նաև քո կոմֆորտ զոնայից դուրս գաս եւ ինչ-որ զոհողությունների գնաս, որպեսզի կարողանաս այդ ավելին ձեռք բերել։ Քանի որ երբ որ ընթացիկ ռեգուլյար ստանդարտ տարբերակով ապրում ես, դու ուղղակի ձեռք ես բերում այն, ինչ քեզ թույլ է տալիս դու շարունակես քո ստանդարտ կյանք ունենալ, բայց երբ որ ցանկանում ես ավելին, նաև պիտի զոհաբերությունների պատասխան ես զոհաբերություններ կան, որոնք որ նույնպես էլի կլինեն, դա ինքդ քո նկատմամբ էլ է զոհաբերությունում, այսինքն եթե օրինակ կա միջմազ ժամ, որ դու կարող ես ինձ ամեն ինչ թողնել, գնալ վայելել այդ մի ժամը, մեկ կես ժամը, բայց դու դա չես անում, որովհետև դու այսպես ասած գործի մեջ ես, դու ուզում ես քո գործը հասնես քո ավարտին, երբ որ հասնում ես քո ավարտին, գալիս է մի հատ ուրիշ ինքնաբավի զգացողություն, որ դու այդ քայլը արեցիր եւ կատարեցիր։ Հիմա թե տվյալ անձը որը կընտրի այդ վայրկյանին, թե ինչ, դա արդեն այսպես ասած շատ անձնական է, դրա համար չգիտեմ ինչ խորհուրդ տամ։ Կարևորը որ նույնց եմ կրկնում, ինքդ քո հետ պետք է խաղաղ լինես, չկորցնես ամենակարևորը մարդկային արժեքները ոչ մի հարցում։ Հարաբերությունները պետք է միշտ առաջնային լինեն, նոր հետո աշխատանքը։ Շատ ապահովում է։ Կարծում եմ ինձ մոտ մնաց նաև հետևյալ հետաքրքիր հարցը զոհաբերությունների, զոհողությունների վերաբերյալ այն ինչ որ դուք նշեցիք եւ մենք նաև քննարկել ենք ընտանիքի անձնականի թեման, ինչ է կարծում հաջողության ճանապարհին դուք ոչ մի դեպքում ինչ զոհողության չեք գնում այդ հաջողության հասնելու ճանապարհին, որ ցանկությունները ցանկանում եք իրագործել, նպատակները իրագործել, ինչ մի զոհողություն, թե ընտանիքի, թե անձնականի հանդեպ, ինչը դուք երբեք պատրաստ չեք լինի այս զոհողության գնալ, ուղղակի ձեր հաջողությանը հասնելու համար։ Երևի ելնելով նրանց, որ նույնպես ես բժշկուհի եմ, բժշկի առաջնահերթը իհարկե առողջություն։ Դա ամենակարևորն է, այսինքն առողջությունը ամենասպառեզում, աշխատանքի մեջ, գոլեգաների հարցում, ընտանիքի մեջ, եթե կա ինչ-որ, այսինքն երբեք չեմ զոհաբերի ինչ-որ մեկի առողջությունը իմ նպատակին հասնելու համար առաջնային։ Երկրորդը նույնպես էլի կրկնում եմ մարդկային արժեքները։ Ես բնավորությամբ, չգիտեմ,
ղեկավար եմ եւ նաեւ բժիշկ եմ, բայց մարդկային արժեքները, այսինքն սերը, բարիությունը, հոգատարությունը, դա միշտ է կարելի եւ ինքը երեք կարևոր հատկանիշներից շատ օգնում իմ աշխատանքի մեջ, թե ընտանիքի մեջ։ Որ դու դրանցից ինչ-որ մեկը կորցնում ես, դու չես հաջողվում, կարծում եմ էս է։ Նույնիսկ երբ որ դու հաջողության հասնես, ինքը հաջողություն չի լինելու իմաստը։ Չես զգա, պարզապես չես զգա, որովհետև մեկը մյուսին լրացնում է զգալու, անկեղծ կիսվեց էս հետ, որովհետև չգիտեմ, եթե այդ սերը չլինի, ոչ մի բան չի լինի։ Պետք է սիրես գործը, գոլեգայի, աշխատանքը, չգիտեմ, տարական մայրապետի, սարքավորումը, ընտանիքը, ամեն ինչը պետք է սիրես, որ դու կարողանաս հաջողակ լինես։ Եթե այդ սերը չկա, կամ պրոստը մեխանիկական աշխատանք, ինքը դա երբեք քեզ չի կարող ոգևորել։ Եվ եթե որ դու հոգնած ես, սիրո զգացողությունը, հոգնածությունը ինչ-որ միտեղ քեզ չի թողում, որ դու տապալվես։ Կարող բալանսի Ես կարող եմ դախտանքով տալից։ Շատ դու եկավ ձեր տեսակետը, քանի որ աշխատանքի կյանքի բերումով ես բարբերաբար տարբեր հաջողության հասած մարդկանց հետ առնչվում եմ ու իրականում կան այն տեսակի մարդիկ, ում համար կարևորը հենց իր հաջողությունը, իր եսը ու իր ֆինանսական կարգավիճակն է։ Ցավոք սրտի այդ տեսակի մարդկանց հետ ես բարբերաբար առնչվել եմ, ինչի համար ես չեմ պարտանում, բայց իրանք իմ ճանապարհին հանդիպել են։ Ու կան իսկապես այդ տեսակի մարդիկ, ովքեր մտածում են իրանց պաշտոնի, իրանց առաջխաղացման, իրանց հաջողության մասին եւ պոտենցիալ յուրաքանչյուր մարդուն իրանց շուրջ տեսնում են որպես քայլող գումար, ինչպիսի արդյունք ինքը կարող է բերել, ինչ տեսակի օգուտ կարող տվյալ մարդուն ստանալ ու շատ ժամանակ իրականում այդ տեսակի մարդիկ կարողանում են հաջողության հասնել։ Արդյոք իրանք կարողանում են դա վայելել, թե ոչ, ես իրանց փոխարեն չեմ կարող ասել, բայց կարծում եմ ոչ, քանի որ երբ իմ կարծիքով դու ռեգուլյար այն մտքերով ես հոգով սրտով, որ դու ինչ-որ մեկի շահագործես, օգտագործես, իրանից օգուտ դու ստանաս ու նաև ֆինանսական առումով ավել փող ստանաս, դու ավտոմատ քո հոգեկան այդ հանգստությունը դու կորցնում ես։ Քեզ մոտ ամեն ինչ դառնում է մենակ թվեր, ֆինանսներ այդ տարբերակով։ Ու ես շատ շնորհակալ եմ, որ դու չներես գիտեի, որ այդ տարբերակով դու չեք լինի, բայց ես շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ, որ դուք ձեր հաջողությունը, ձեր ձեռքբերումը տեսնում եք իմ կարծիքով այդ ճիշտ տարբերակով, որ հաջողության հասնում եք դուք, բայց լինելով ձեր թիմակիցների հետ, ձեր ընտանիքի, ձեր շրջապատի հետ միասին ու այդ հանգստությունը թե այս ինտերվյուի, թե նախկինում, որ ես ձեզ մոտ եկել եմ, դուք շատ ճիշտ եք ասում, որ ձեր էսթետիկ կենտրոնից որ դուրս են գալիս, այդ հոգևոր հանգստությունը, ինչ-որ խնդիրներով, մտահոգություններով, որ գալիս են ձեզ մոտ, այդ ամեն ինչը այստեղ սպառվում է։ Ու այստեղից ձեր մոտիկ երևի նաև ձեր աուրայից է, միշտ հանգիստ տարբերակով են դուրս գալիս, որովհետև դուք իսկապես նաև աշխատանքի բերումով ոչ միայն կյանքի ու շփման մեջ, միշտ դուք առնչվում եք մի վնասի տարբերակով։ Դուք միշտ փորձում եք այդ տեսակետով առնչվել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ ու ես շատ ուրախ եմ, որ ձեզ նման հաջողակ մարդիկ կան ու ցանկանում եմ, որ մենակ շատանան այդ տարբերակով։ Ես շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց էր ինքս ինձ համար, երբեմն բացահայտում ես նույնիսկ ինքդ քեզ, որ երբեք այդ հարցերը ես ինքս ինձ կարող եմ քով անցել, բայց այսպես չեմ հարցրել, բայց կարող դուք ինձ հարցեցիք, ես այդ պատասխանեցի։ Ինձ էլ շատ հետաքրքիր, իրականում նույնց եմ կրկնում, Elevate-ը, այո, գաղափարը իմ քրոջինս է, բայց ես շատ շնորհակալ եմ իմ թիմին։ Ես կարող եմ դա մեծ, այսպես ասած, պարտությամբ ասել, որովհետև չեն կայանա, եթե չլիներ թիմը։ Աշխարհի լավագույն սարքավորումները ուզում ես բերդի, դու ոչինչ ես առանց քո թիմի, առանց քո աշխատակիցների եւ գործի ընթացքում, աշխատանքի ընթացքում լինում են շատ դժվարություններ, լինում են անփորձություններ եւ այլն։ Ես մաքսիմալ փորձում եմ իմ փորձը փոխանցել իմ աշխատողներին, որովհետեւ
Այդպես որ ամեն ինչ դու պետք է անես, չէ։ Էլևատը ունի շատ բուժարումներ եւ կան բուժարումներ, որ անձամբ նույնիսկ չեն ճանաչում են այլ մեր մասնագետներին եւ ստանում են լավագույն արդյունքները։ Դրա համար ես շատ պատասխանատու եմ եւ այդ պատասխանատվությունը իմ վրա կրելով փորձում եմ ամբողջ փորձը փոխանցել նաեւ իմ մասնագետներին։ Անկախ նրանից նրանք կլինեն էլևատում երկար ժամանակ կամ կվերցնեն դուրս կգան կամ չգիտեմ, համենայն դեպս փորձում ենք, որ բուժարումները գոհ լինեն եւ մենք մեր հաճույքից, մեր թիմը ընդհանրապես ստանանք նաեւ լավ էներգիա ամեն ինչից։ Ու նաեւ այդ էներգիան հաղորդում ենք ուրիշներին։ Շնորհակալ եմ ձեզ, որ կարողացաք այսօր ժամանակ հատկացնել այս հետաքրքիր աուրայով դրական ինտերվյուն անցկացնելու համար։ Մաղթում եմ ձեր գործընթացին միայն բարգավաճում, ոչ մի խոչընդոտներ չտեսնեք, չնայած պարբերաբար այստեղ գալով, ձեզ հետ առնչվելով, ես գիտեմ, որ դուք ռեգուլյար կոնֆերանսների եք գնում, ինչ-որ հանդիպումների, որակավորման բարձրացման, դուք ռեգուլյար տարբերակով, ձեզ մոտ գնալով, ես տեսնում եմ, որ որակավորման առումով անդադար փորձում եք զարգանալ, դեպի լավը, ինչ-որ նորամուծություններ բերել, ինչի համար նաև ես եմ շնորհակալ, ես էլ եմ այստեղ հանդիպում։ Նաև շնորհակալություն այսօրվա համար, որ կարողացաք ժամանակ հատկացնել, շատ հաճելի է իսկապես։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ ժամանակ հատկացրիք նաև այսօր այս հաղորդումը դիտելու համար։ Իմ կողմից կարող եմ ընդհանրապես ավելացնել հետևյալը. երբ հաջողության ճանապարհը հաստատուն է, հաջողության բանալիները ինքնին ձեր ճանապարհին հանդիպում են։ Դրա համար դուք փորձեք ինքներդ ձեզ համար որոշել, թե ինչն է ձեր հաջողությունը, ինչն է ձեզ իսկապես երջանկացնում եւ ինչով եք դուք ցանկանում թեկուզ ամբողջ կյանքը զբաղվել։ Եվ երբ այդ նպատակը հաստատուն լինի, դուք հաստատ կգտնեք այն ճանապարհները, որոնք կօգնեն ձեր նպատակին, ձեր հաջողության հասնելու համար։ Միգուցե այսօրվա ինտերվյուն նաեւ ձեզ տվեց որևէ հետաքրքիր գաղափար կամ ամենակիչը գոնե մոտիվացիա այսօր սկսելու համար։ Շնորհակալություն դիտելու համար, նորից կհանդիպենք։ Ստեղծում բոլորիդ։